Ի տարբերություն մյուս առարկաների ֆիզիկայի միասնական քննությունից առաջին դիմորդը քննասենյակից դուրս եկավ բավականին ուշ քննության մեկնարկից 2 ժամ անց։ Ֆիզիկայի քննության տևողությունը 3 ժամ էր։ Նա ոչ միայն հասցրել էր լրացնել իր ձևաթուղթը, այլև ուսումնասիրել ընդհանուր մթնոլորտը։ Ոչ բոլորն են լավ պատրաստված իմ կարծիքով, եթե նորմալ պատրաստված լինեն, կարող են լավ գրեն։ Իդեպ նախորդ մաթեմատիկայի քննությանը դիմորդներից մեկը փորձել էր հնարամտություն անել ու ծածկագիր մտցնել քննասենյակ, որն անմիջապես կանխվել է։ Ինչ վերաբերում է նախքան քննությունները թեստերի բովանդակության արտահոսքին, ապա գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատուն վստահեցրեց. Եթե նման փաստեր գոյություն ունեն, փաստացի, այսինքն ոչ թե պարզապես հայտարարությունների կարգով, կա համապատասխան մարմիններ եւ պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Իր դիտարկումներով ու տպավորություններով մեզ հետ կիսվեց նաեւ Երևանի պետական համալսարանի քննական կենտրոնի ղեկավարը։ Եթե 3 ժամ քննություն է, ուրեմն առաջ ժամ ու կեսը մինչև 2 ժամ սովորաբար հանգիստ են աշխատում երեխաները, որից հետո արդեն սկսում են աշխուժանալ։ Արդեն գիտեն, որ չգիտեն այս հարցերը, հա, սկսում են փորձել կողքերից ճշտել, արդյունքում աղմուկ, շարժ։ Այսօրվա ֆիզիկայի քննությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում մասնակցել է 3392 դիմորդ։ Երևանի պետական համալսարանի քննական կենտրոնում հայտագրված 356 դիմորդից բացակայել է 25-ը, որոնք կմասնակցեն քննությունների լրացուցիչ փուլին։ Նարին Էրիսյան, Սարգիս Համբարձումյան, IPF